Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Հայաստանում ամեն օր ավտովթարների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում 16-ը։ Ըստ վիճակագրական տվյալների 2025-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 988 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել են 60 զոհ եւ 1391 վիրավոր։ 7000 դրամ տուգանք այն առաքիչներին, ովքեր առաքում կատարելիս հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոչկված սաղավարտով կվարեն։ Նախորդ շաբաթ նոր օրենքի մասին է իրազեկել ներքին գործերի նախարարությունը։ Կտրուկ անկում կոնյակի արտադրության ոլորտում վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է մոտ 2 միլիոն լիտր կոնյակ։ 2023-ի համեմատ 45.3%-ով ավելի քիչ ենք կոնյակ արտադրել։ Ինչ պարենամթերք է արտահանել Հայաստանը 2024-ին, առաջին տեղում միտքն է 93000 տոննա ծավալով, երկրորդում կոնյակը եւ երրորդ տեղում հանքային ջրերն են։ Իդեպ երկնիշ թվով նվազել է խաղողի արտահանումը 2024-ին 2023-ի համեմատ խաղողի արտահանման ծավալները կրճատվել են 22%-ով, կազմելով մոտ 12000 տոննա։ Փոխարենն աճ ունենք պանրի մասով 2023-ի համեմատ պանրի արտահանման ծավալներն աճել են 44%-ով, կազմելով մոտ 1919 տոննա։ Եվ վերջում, որ երկրներն են ամենից շատ հայկական ապրանք գնում Վայլբերիսից, պարզվում է մեր ապրանքներն ամենաշատը հետաքրքրում են Ղրղստանի բնակիչներին, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդում Ուզբեկստանը։ Առաջատար Ղրղզների top 5 պահանջված հայկական ապրանքներն են՝ ինտերիերի պարագաներ, ոսկերչական իրեր, սնունդ, ներքնազգեստ, կահույք։